Սիրելի հետևորդներ, բարի լույս, բարի օր բոլորիդ։ Ես ինչ է կատարվում, ինչ եղանակ է վայքում։ Ես վայքում եմ, դուք ինձ լայքում եք, սիրելի հետևորդներ։ Ահա այսպիսին է այսօր եղանակը, ձմեռը չի ուզում իր տեղը զիջել, գարնանը ձյունա գալիս, բայց դե հալվում է, եղանակը որ ցուրտ լինի, հաստատ կդնի։ Տխուր եղանակ, բայց դե ես տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, այս եղանակին մարդ պետք է տանը լինի, տեղ չգնա, վայելի իր օրը, հիմա ես այդպես էլ կանեմ, կմտնեմ ներս, կոֆե կդնեմ, կնստենք, կխմենք ու հետո համով բաներ կսարքեմ, բոլորով միասին կուտենք, մեր օրը կանցկացնենք։ Նույնն էլ սիրում եմ անձրևոտ, կայծակոտ, անպամած եղանակը, որ նստես տունը, նայես պատուհանից դուրս ու վայելես այս հրաշալի տեսարանը։ Դե ինչ մտնեմ ներս, կոֆե դնեմ, խմենք, ձեզ լավ օր, չնեղվեք։ Ճիշտ է, ինձ նման էլի շատ անհամբեր մարդիկ կան, որ տաքերը ընկնի գնան իրենց վարուցանքով, հողի գործով, բայց այս ջուրն էլ, անձրևն էլ, ձյունն էլ բնությանը հարկավոր են։ Մեր շտապելով չի, մեր ասելով չի, եղանակի դեմ, բնության դեմ, հատկապես Աստծո դեմ, ոչ ոք ոչինչ չի կարող անել, այնպես որ լավ եղեք, անցանք ներս կոֆե խմելու։ Ամենալավ պահն այն, որ կոֆե խմես, խելքդ գա տեղը, մանավանդ այս համեղ կոֆեից։ Ես ուր էլ գնացել եմ, որտեղ էլ կոֆե խմել եմ, այս կոֆեի համին չկա։ Մարդ կա, որ խմում է, իր համար շատ դառնա, քանի որ մենք դառը խմող ենք, սովոր ենք։ Եղանակը ձյուն, սպիտակ ձյուն, փափուկ ձյուն։ Խմենք տեսնենք ինչ եմ անում, ինչ սարքեմ, Լիլիթը թխվածք է ուզում։ Երևի այն օրվա այն ռուլետից սարքեմ, շատ հեշտ արագ կանգնել եմ ու մտածում եմ ինչ սարքեմ, ինչ էփեմ։ Բոլորիդ մոտ էլ այդպես է, չէ՞, կամ երեկոյան եք, քնելուց առաջ եք մտածում վաղը ինչ էփեք, կամ էլ առավոտ շուտ, երբ որ արթնանում եք, կոֆե եք խմում այդ ժամանակ։ Հիմա ես երեկոյան չեմ մտածել, բայց հիմա մտածում եմ ավելուկ էփեմ, հետո սունկ էփեմ, էլ ինչ կարելի է էփել, որ բոլորն է ուտեն, հա, բոլորը, չգիտեմ, Լիլիթի համար է պյուրե կսարքեմ, Լիլիթ հետ թվարկածներիցս երկուսից էլ չի ուտի, սունկը իհարկե որ հավաքել եմ, բերել եմ, այդ թարմ ժամանակ խաշել եմ, կերել է, սեզ չի ուտի, տեսեք անձայն բարձրանում է։ Իսկ այն մի հասցրեցի, այն մի ջազբայով, մեծ ձենով լսել եք էլի, մի շուխուրով, բայց շատ հարմար ջազբայ է էս, երկու կողմից լցրելու տեղը կա, հարմար է, շատ եմ սիրում, ուղղակի կողքը պետք է կանգնեմ ու նայեմ։ Ես էլ մեր
անմահական կոֆեն։ Գնանք վայելենք, դուք էլ խմեք, դրեք, ինձ հետ խմեք ու որոշեք ինչ եք պատրաստում։ Կամ Նազոն ինչ պատրաստի, գրեք մեկնաբանություններում, ես էլ կփորձեմ պատրաստել։ Դուք ստեյկով խմողը չեք, սիրած տեղը այստեղ է։ Այսա կոֆե է, երեք ես առը կոֆեն, համովը, այս կոֆեի բաժակներն եմ, աշուտնա ծնունդիս առը մինչև բանակ գնալը, շատ հարմար բաժակներ եմ, Ես ձմեռը գիտեք ինչի համար եկավ, նորից թարմացավ, որովհետև ես Տեմուից մի ամիս առաջ կուրտկաներ եմ պատվիրել ու չի եկել դեռ։ Միգուցե թարմանումա ձմեռը որ գոնեմ մի քանի ժամանակ հագնեմ այդ կուրտկաները, սենց ուշացում չէր եղել դեռ, չգիտեմ ինչի հետ է կապված, ինչ խնդիր, բայց որ գա հաստատ անպայման ձեզ ցույց եմ տալու, կտեսնեք, իհարկե այտենց անընդհատ իրար վրա շատ ապրանքներ եմ պատվիրել, որ եկավ, մեկը մյուսի հետևից գալու է, Լիլիթին էլ ենք պատվիրել, նոր է դեր ասում չի եկել իմ ապրանքները, տեսնենք, Բարև ձեզ մեր սիրելի հետևորդներ, այսօր մենք թխում ենք ռուլետ, սիրտս ուզում է ռուլետ և թխում ենք, առաջին ջարդում ենք 4 հատ ձու, 1, 2, ջարդ, հիմա նոր 2, բաս ետի անան նոր, 4 հատ ձուն կոտրեցի, հիմա պեսոկ ենք լցնում, Այ դեպ ասեմ, որ այդ շաքարավազը 200 գրամ է, տենց մի արա անգթալով։ 200 գրամ է շաքարավազը, ես անցած անգամ էլ նույն բաժակով էի, նույն բաժակով վերցրել էի շաքարավազ և այս նույն բաժակով է ալյուր, նույն չափի են 200 գրամ, 4 ձու, Եվ շաքարավազ, հիմա թող Լիլիթը հարի, հետո ցույց կտանք։ Բեզե, համարյա բեզեի պես է լինում, այնքան ենք հարում, որ գույնը բացվում է, ինքը բեզեի պես է լինում, մի փոքր էլ վանիլ եմ լցրել, ու հիմա ալյուրը կլցնենք։ Լցրիր, մեջը չմնաց, լավ։ Մի հատ այսպես լավ խառնում ենք ու մի հատ նորից մեծավարի մի հատ կանի մի հատ ձեռքերս լվանում ու մի հատ նորից մեծավարի ես ասում եմ բաղադրատոմսը ոնց էր, ինչ էր 4 ձու, 200 գրամ շաքարավազ, 200 գրամ ալյուր, սա է բաղադրատոմսը և մի պտղուցել փոքրել վանիլ։ Մամ, դες գնամ, հենց լցնես մի քիչ էլ կթողես վերջում։ Հիմա լցնում եմ, արդեն ջեռոցը տաք է։ Կարելի ես լցնեմ։ Մի րոպե խառնեմ, արդեն ջեռոցը տաք է։ Ինչքա տենց կուտում։ Հիմա բան կանեմ։ Խառնեցի գթալով մի հատ էլ հարիչով համեղ բաղադրատոմսեր, որ տեսեք Լիլիթը նորից ուզեց։ Անպայման բուսայուղ եմ քսում, յուղաթղթի, լավ տարածեմ ու խմորը լցնեմ։ Այս խմորով հաստատ են ձվանի հետ, որ ասում ենք կլոր տորթել կլինի, ընտիրա, ընտիր։ Հրաշք բաղադրատոմս են, որ ես ոնց շուտ չէի փորձել։ Պատրաստեմ ու անցնեմ ուտելիք պատրաստելուն, այսօր հետաքրքիր բաղադրատոմս եմ ներկայացնելու,
վայքի Վայոց ձորի ավանդական ուտելիքներից մեկն է։ Իհարկե ոնց որ թե Սյունիքի մարզում են պատրաստում։ Սյունիքի մարզում են պատրաստում, բայց հաստատ գիտեմ, որ Արարատի մարզում չեն պատրաստում։ Այսօր բիսկվիտը։ Այսա ռուլետը։ Դե դնենք ջեռոց։ Այստեղ ես տեսեք թռելա հավելուց մաքրեմ, որ խոնավ սրբիչ, անցած անգամ չի ասել ինչ գրել եք, հարցրել եք, սրբիչը խոնավ եմ անում պարտադիր։ Սա էլ սրբիչը խոնավ նախապես փռենք, դնենք, ես էլ ծիրանի ջեմը։ Իհարկե նոր լիներ, ես հոնի կամ մասուրի ջեմ կանեի, բայց դե չեն ուտում։ Երեխաների համար ծիրանի ջեմով։ Նախապես պատրաստենք, օй, այստեղ ես կիսատ թողեցի, ոսպ եմ եփում, պետք է նախապես եփված ոսպ։ Մնացել է։ Պապա տեսել է, որ ձուկ են ծախում։ Իչա։ Նայում, ասի պապա տեսել է ձուկ են ծախում, ասել հենց նոր իչա, բայց ռեակտիվնի է իր ձուկը առար, ուստեմի դիր էլի հրան, այդ կողմը դիր հեսա, են իմ ասած ձևով սարքենք, հա, այսօր ձուկը ես եմ սարքում իմ ձևով, վետի որն է, նախընտրական իմ ձևովը չի, ես իմ ճաշատեսակը, որ անչափ սիրում եմ, պարտադիր սարքում եմ ու ձուկը, նայեք, ընտիր եղել է, այս ներքևինն էլ անջատեմ, ասեմ, որ իմ այս ջեռոցի վրա աստիճաններ չկա, որ գրում է քանի աստիճանում թխեցի, ես ինքս եմ կարգավորում, սիրելի հետևորդներ, անջատում եմ, ասում եմ, արդեն դե ամեն մարդ իր ձևերը գիտի, պատրաստելու ձևերը իմանում է, ներքևը գազա, վերևը հոսանք, տեսեք այս մասը միշտ բաց տեղ կա, պետք է թուղթ դնե, բայց ընդհանուր շատ լավ է եղել, ընտիր, սա այդ գազօջախի տեղը, պետք է ֆոլգա պետք է դնեի ու արագ ջեմն է լցնում եմ, տարածում, արագ, չեմ փաթաթում, հետո բացում, մի հատ տակ, սիրուն, արագ, կսեմ, ինքան լավ խմոր է լինում, դե տեսակ, տենց թողել էի նոր աչկովը սնգավ, ասի կայնի սրանով անեմ, փորձեմ, գրել էի, որ միշտ պատրաստ էի ու աչկա թող էի անում, կարակ կլոր անեք ու ձևավորեք, գեղեցիկ տորտ, խոնավ սրբիչով, որ իրան տենց ձևը տանք, հեսա կվերցնեմ, այս անգամ շաքարի փոշի եմ լցնելու, հա տեսեք ինչ լավ եղավ, նորից այս կողքերը կտրեցի, հեռացրեցի, մի հատ նայեք, որ սիրուն երևա ու մի փոքր էլ այսպես շաքարի փոշի, որ չասեք նազին չի, շաքարի փոշի չլցրեցիր, այսքանը հեշտ, հասարակ ու համեղ, հավատում եք սիրելի հետևորդներ, այն որ դժվար ոչինչ չկա ու ուզում եմ իմանալ, ովքեր են պատրաստել այս բաղադրատոմսով, եթե կասկածում եք չեք պատրաստել, այսօր պատրաստեք ու գրեք, իսկ ովքեր պատրաստել են, թող գրեն, մի հատ նայեք, ոչ ձվի համն ա գալի, ոչ ձվի հոտն ա գալի, փափուկ, սիրուն, այն որ չենք է թողում սառի, Լիլիթ, եղավ, ապսե պատրաստեմ, հեսա Լիլիթը կգա,
Եվ մի հատ էլ ես վերցնեմ, տակ, նայեք, պոկեմ, Ոք ես սայնց բաղադրատոմսով ռուլետ չէի կերը։ Էդ ինչի ջեմա։ Ծիրան, քո սիրած ջեմնա, համովայել է, փափուկ, բերանում հալչող։ Համովա, են մի կտորներ տարա։ Ջան, հավնս մնացում կինոնա։ Սիրելի հետևորդներ, ահա ես անցա ուտելիքի պատրաստմանը, վայքի ավանդական ուտելիքներից մեկն է քալագոշ կամ ասում են քալագյոշ, երկու տարբերակով էլ գրվում է, չգիտեմ, որն է ճիշտ, որն է սխալ, բայց այս ուտելիքը ես պատրաստել եմ, կերել եմ վայքում, ճաշակել եմ վայքում և պատրաստում եմ իմ սիրած ճաշատեսակներից մեկն է։ Եվ ոնց էլ ասում ենք, ճաշակին ընկեր չկա, մարդ կա ուտում է, մարդ կա չի ուտում։ Երկու գթալ ալյուր եմ վերցրել, մեկ ձու, քալագյոշը պատրաստում են չորաթանով։ Բայց քանի որ ես չորաթան չունեմ, են էլ պիտի լավ չորաթան լինի է, տեղը տեղին, համով, են որ հոտ, մոտ չգա, բայց իհարկե խանութներում այդ չորաթանը, պսկաթանը պատրաստ վաճառում են, պես չի, որ չեմ վաճառում, բայց ես պատրաստում եմ մածունով ու թթվասերով, սպասի նման է այս սկզբի պահը, ահա ձուն ու հալյուրը հարեցի, լացնեմ թթվասեր, մի քիչ թթվասեր ունեմ, հետո մածուն, նորից լավ հարում ենք, որ հարթ լինի, խառնում ենք հարթ լինի, գնդեր չառաջանա, շատ համեղ, կերակրատ տեսակ է, իմ դուրը գալիս է, ու նախապես եռացրած ջուր, սպասի նման, որ արագ լինի, քիչ եմ պատրաստելու, որովհետև գիտեմ, ուտողը ես եմ, չնայած մարդես մեկ է տեսար կերան էլի, խառնեցինք ամեն ինչ նորմալ է ու դնում ենք կրակին, Ես էլ էպված ոսպը, խաշված, նախապես էպված ոսպը, այս պահը նման է սպասի պատրաստելուն, բայց ոսպ ենք լցնում, բայց սա ամենը չէ, հիմա տեսեք ինչ ենք անում, ինչ կարևոր բաներ կա լցնելու, ժեշտ է սոխ, սխարած սարքելու համար, պետք է սոխը կտրենք անպայման այսպես երկար ու բարակ, այս ամեն մի ճաշատեսակին սազում է հարիր է ու պարտադիր է կտրվածքը սոխի, ու ասեմ, որ առատ պետք է լինի սոխի առածը, նախընտրելի է ղաուրմայի յուղով, եթե չկա Ղաուրմա, ապա սովորական յուղով է կլինի, ոնց է ես չորաթանը փոխարինում եմ մածունով ու թթվասերով, ղաուրմայով եմ պատրաստում, ես էլ աղ լցնեմ, մի փոքր էր աղամանի մեջ, լցրեցի, աղամանը լվանամ, նոր աղ որ լցնեմ, Համարյա ինքը խաշին հավասար կերակուր է, սխտորով ենք ուտում, չոր լավաշը փրթում ենք, փափուկ լավաշով ուտում, խաշին հավասար կերակրատեսակ ու ասեմ ծանր կերակրատեսակա, խաշի պես, ուտես, գնաս պարկես, քնես, գործ չանես,
Հաջա։ Հապուր է սարդ։ Չէ, քյալա գյոշ։ Իչա։ Ուրեմն այդ տիպը ապուրա, պրոստը ավելացվել է։ Տիպը սպաս, հա, ոսպովա։ Ու ես էլ սարկում եմ սոխարածը։ Ուտում, սխեր ճապուրին ես փչասնում, հիմա է դարով է ուտում։ Վայ, շատ համով է, խաշի պես է։ Մամա ջան, պետք չի փչասնում։ Սենց համով է, որ մի հատ ուտես, կտեսնես ինչ համով է։ Գցում հապուրի մեջ։ Այս ճաշա տեսակի հապուր չի, սպասը։ Այս ճաշա Ստրասյան, ով է ստեղծել հապուրը, հիմա դագաղի մեջ շուռ է եկել։ Որ տեսել են խեղճ հապուրին փչասնում են։ Այս քյալա գյոշա լիլիթ։ Ապուր ավելի լավ անել։ Չէ, ես այսօր Ուրապս, ես այսօր որոշել եմ այս ուտեմ, ուտում եք կերեք, չեք ուտում, մի խառնվեք։ Աղ ավելացնենք սոխարածին, սոխարածը պատրաստ է, անջատում եմ, նաև սա եմ անջատում, պատրաստ են, շուտով սոխարածը կլցնեմ այնտեղ և ինչու չլցրեցի, որովհետև մատուցում ենք երկու ձևով, առաջի ձևը ցույց տամ, հետո կշարունակեմ իմ գործողությունը։ Մի փոքր չոր լավաշ, Այս իչքան ձուկ բերեցին վաճառելու, լցնում եմ։ Ահա, այս սոխարածը լցնում եմ այստեղ։ Տեսեք, ահա։ Սա առաջի մատուցում ենք նաև այս տարբերակով։ Ինչու այս տարբերակով, որովհետև մարդ կա սոխը քիչ է ուզում, յուղը քիչ է ուզում, մարդ կա, որ ոնց է լինի կուտի։ Եվ հիմա ես այս ամենը լցնում եմ այստեղ ընդհանուր։ Որ ասեմ ինչ որ տարբերություն կա համային ոչ, նույնն է։ Սա այսպես, վերջում էլ մի փոքր ծիտրոն ենք գցում պարտադիր։ Մեր համեղությունը, քյալագյոշը, որը խաշին հավասար ուտելիք է։ Դե ինչ ինձ բարի ախորժակ, տեսնեմ ովքեր կմիանան ինձ, նաև խնդրում եմ միացեք իմ YouTube-յան էջին, տարածեք, լայքեք ու բաժանորդագրվեք, վայ չուտողին, և այստեղ են ասում վայ չուտողին, էլի սխտոր չեմ օգտագործում, չգիտեմ ինչի, որ չեն ուտի։ Ես վայել եմ այս համեղությունը, ես գիտեի, որ չեն ուտի, բա ասա, որ գիտեիր ինչի սարքեցիր, բայց դե ես եմ ուզում ուտեմ։ Ընտիր։ Եվ փափուկ լավաշով սենց կտորներ ենք անում ու խաշի պես թիքյա ուտում։ Դե Նազո ջան դիետա պահի, էլ որտից պահեմ։ Սիրելի հետևորդներ, այստեղ ես պատրաստում եմ ձուկ, սիգա ձուկը, ամեն օր բերում եմ վաճառքի, շենքում գալիս են, այն էլ մի քանի մեքենա։ Այս անգամ ես պատրաստում եմ իմ ձևով, իմ սիրած ձևով,
եւ ինչ է մեզ անհրաժեշտ։ Բարակ, երկարուկ, տենց կլոր կտրեմ։ Սա պատրաստեմ նախապես ձուկը կկտրեմ ու կեպենք։ Շատ համով է լինում։ Այս տարբերակով երբևիցե ցույց չեմ տվել։ Բաժանում եմ 3 մասի։ Բայց դե չգիտեմ, երևի 3 հատը սարքեմ։ Հա, 3 հատը սարքեմ, այն 2 հատն է կժարի տա։ Ահա, օգտագործվող կտորները դնեմ այստեղ, ինչքանն եմ էփելու։ Ցնելու եմ աղ, որ ձեռքս մտցնեմ մեջը, ընդհանուր աղամանին չտա համը։ Եվ էլի կարմիր պղպեղ։ Կարմիր պղպեղ եմ անում, լավ։ Մեջով տենց սիրուն։ Ու աղը ամեն կտորին առանձին, տենց անավանդ այս փորի մեջ, պարտադիր, տենց առանձին։ Ահա, ես սենց բոլոր բաղադրիչները պատրաստեմ ու անցնեմ պատրաստելուն հիմնական կարտոֆիլը շարում եմ։ Կարտոֆիլը շարեցի, լավ արեցի, հիմա ձուկը, ձկան կտորները։ Ահա, այս մի ձեռքս քանի որ չի կպել, սենց տոմատոտ աղոտ չի, մի փոքր ռեհան եմ լցնում, չորացրած ռեհանով եմ պատրաստում, կարող եք նույնը թարխունով պատրաստել, բայց իմ դուրը գալիս է չորացրած ռեհանով ավելի համեղ է լինում, յուրահատուկ է լինում, ու հիմա այս պահածոյացված սալաթից մի փոքր կարտոֆիլը շարում ենք շերտ-շերտ, համեղ բաղադրատոմս, դե ձուկն էլ լավ աղի արեցի, բայց ես կարտոֆիլի վրա մի փոքր տենց աղ կլցնեմ, նորից ձուկը կշարենք, մի 2 ճուղ ռեհան, պահածոյացված սալատ մալատներից, ասեմ, որ այս ձկան տարբերակի հետ, այս պահածոյացված սալատն է գնում են սոխով, պղպեղով, որ սարքել եմ, փոքր էլ կարմիր պղպեղ, այսենց, մի բաժակ եմ բերել, բայց, հա, այս մի բաժակ ջուր եմ լցնում, բավական է այդքան, մնաց վերջի բաղադրիչը, ռակ ենք այսպես կտրում, գցում, յուղ չեմ դնում կարագով, համեղ հավեսին մի հատ կլինի,
Խիով չես անում։ Կարակով էլ համով։ Հեսա կհալվի, կարակը կտարածվի։ Ցիտրոն էլ եմ լցնում։ Փոխում եմ այստեղ։ Այսօր յուրահատուկ ճաշատեսակներ եմ պատրաստել, մեկը մեկից համեղ։ Ոյ, բա չեք ասի, ինչ եմ մոռացել, սիրելի հետևորդներ։ Չեք ասի։ Լավա հիշեցի։ Մի երկու հատ էլ սև հատիկա որ պղպեղ ու դափնու տերև։ Աման մի կողմը սենց մտցնենք, թող բարձացնենք, օպլա, լավա, հեսա կերա, համը կտա, հեսոլ սենց, ու պակում ենք, արդեն սկսում է եռալ, կարակն էլ հալվել, ահա և ռուլետն էլ վերջացավ, մնաց ես մի կտորը, երևի թե այսօր էլի սարքեմ, կարելի է սա էլ կտրել, մի անգամից դանակն էլ տանել, լվանալ, աման չաման եմ ուզում լվանալ, այդքան համեղ ու լավ ստացված բաղադրա տոմս։ Ոյ, գոլորշին էլ տվեց, մի հատ տեսեք ինչ բլբլ թալ են եռումա ու ձկան աչկերն էլ դուրս է եկել։ Ես այս մեթոդի մասին դեռ փոքրուց եմ լսել, որ ասում են ձկան աշկը դուրս է եկել, ուրեմն եփած է։ Հիմա կմտածեք ու կասեք նաս, բա կարտոֆիլը ձկան հետ եփում է, այո, այս տարբերակով լավ էլ արագ եփվում է։ Ասեք, որ ընտիր է, են որ աղը տեղն է, ամեն ինչը տեղը ու շատ էլ համեղ է։ Եռա ես էլ թթումները հանեմ, այստեղ ես համեղ ողորմակոթի սեպոյի թթում, մեկը մեկից համով են իմ թթումները, որ նույնայենց տուն էլ տարել էին, ընտիրեր է ստացվել, շատ լավ թթումներ է, հաջողություն լինի այս տարի էլ կբերեմ, կդնեմ, կպատրաստեմ, ինչու չէ, նաև կվաճառեմ։ Շատ եք գրում հարցում նազ վաճառում ես, բայց ասում եմ չէ։ Ընտիր է, որ անտարբեր չես կարողանում անցնել։ Լավ է ստացվում է, քանի որ ձեռքը մտցնում են, միջից հանում են։ Սամիտ, մամիտներ, թող գան էլ ինչա։ Այս լոլիկի սորտը հիանալի է, մարինատի, տոմատի, ամեն ինչի համար, ցուկատի, ջրի համար, շատ ընտիր սորտ է, այս տարի էլ եմ այդ սորտից աճեցնելու, ցանելու, սա նայեք, գույնը ընտիր ու իրանից այնքան լավ տոմատ է լինում, համ մարինատ, որ չի լղկվում, համ ջիր, ցուկատ, պահածոներ, սալատներ, մի խոսքով այս սորտը շատ լավն է, ինչ եմ ասում, հետո կիմանաք, Facebook-յան էջով մի հետաքրքիր հայտարարություն եմ տեղադրելու, կիմանաք, կնայեք, կգրեք։ Մի հատ կարտոֆիլը, հա, նայեք, կիսվեց կարտոֆիլը, տեսակ ոնց կիսվեց ու անջատում եմ։ Նայեք, հատուկ ձեզ համար կիսեցի, որ տեսնեք կարտոֆիլն էլ եփվեց։ Չիր ու չամիչը տեղափոխենք այս կողմ ու սեղանը պատրաստենք։ Ես չգիտեմ, քյալագյոշ էլ ունեմ, կարող է միգուցե աշոտը ուտի, սա չոր լավաշ, արի մի հատ սեղանը քաշի ընկով, բերեմ էշտեղը, բարդ հետևորդներ չէ։ երջանիկ ծիծաղում, Լիլիթ հավաքվեք, եկեք,
Ասա բան չես դրել, մարդկանց կանչում ես, չէ՞։ Թթուները մեր։ Լույսը վառ է։ Աղը, ոյ մոռացել ենք լույսի մասին, էկոնոմիա ենք անում, ձուկը, բան չեմ, որ նոր գան, բնավորություն է, բնավորություն, հրավիրատոմսերը բաժանի Աշոտ, ասա թողգան, այս մեր ազդանշանն է, տիկ 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 տիկ, Քյալագյոշ կուտես ար, ձուկ, և որոշել եմ ձուկն էլ այդպես հենց կացայով դնեմ մեջ տեղը, ինչ կասեք, ինչ կարծիքի եք, որ տնական տնավարի, ըստես հաց ուտես, էլ եմ, չգիտեմ, համով ա, համով չի, բայց ես թվում որ գերազանց կլինի, ես էլ դնենք, որ սենց վերցնենք, օգտվենք, մեզ բարի ախորժակ, դուք էլ հաց կերեք, ձեզ էլ բարի ախորժակ, նստենք մեր հացը վայելենք։